Նորաշենիկ բնակավայրի հարակից տարածքում մայիսի 3-ին կանցկացվի Կապան Ռեյս 2025-ը։ Հայաստանի 4x4 օֆրոուդ ակումբն ու Կապանի համայնքապետարանն են կազմակերպել տարվա առաջին մեգամրցաշարը սուր զգացողությունների սիրահարներին խոստանալով անմոռանալու։ Խորթուբորտ մրցուղի, արտաճանապարհային պայմաններ, էքստրիմ, վախ, ադրենալին, հաղթելու մեծ ցանկություն մեկ տեղում։ Միջազգային ձևաչափով մրցաշարում պայքարի դուրս կգան լավագույն ամենագնացները, հաղթահարելով դժվարանցանելի երթուղիներ առանց մուտքավճարի։ Այս միջոցառումը տարբերում է նրանով, որ մեգա մրցաշար է 5 դասից, ունենալու ենք թեթև մրցուղի, միջին մրցուղի եւ բարդ մրցուղի։ Խոստանում եմ մեր հանդիսատեսին, մեր սյունեցիներին, մեր հայրենակիցներին, որ ունենալու ենք շատ դժվարանցանելի ճանապարհներ։ Հրավիրում եմ բոլորին, եկեք մայիսի 3-ին նշված վայր, դիտելու ադրենալինով լի միջոցառում։ Օֆրոուդի աշխարհագրությունն ընդլայնվել է, ավտոարշավով հետաքրքրվողներն այս անգամ Կապան կգան ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլև հարևան Իրանից ու Վրաստանից։ Կարող են մասնակցել յուրաքանչյուր ոգ, յուրաքանչյուր ամենագնաց, ինչպես տղաներ, այնպես նաև աղջիկներ։ Նշեմ, որ ունենք նաև աղջիկ մասնակից, ունենք բավականին մեծ մրցանակային ֆոնդ, որը աննախադեպ էր, առաջին տեղ գրավելու դեպքում կստանա կես միլիոն դրամ, որով բավականին մեծ գումար է նման միջոցառման համար։ Իսկ մրցաշարին մասնակցելու համար նախ օնլայն պետք է գրանցվել մինչև մայիսի 1-ը ներառյալ, որից հետո մայիսի 2-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում։ Ունենք անակնկալ մայիսի 2-ին, կունենանք ուժեղ դրիֆտ շոու, այո, առաջին անգամ Կապանում, հատուկ պատրաստված մեքենաների կողմից, այդ մեքենաները հատուկ են պատրաստված դրիֆտ անելու համար։ Կապանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել 2 անգամ դիտելու ամենագնացների էքստրեմալ պայքարը։ Երկարատև դադարից հետո այն վերադարձել է Սյունիքի հարավ։ 5 դասակարգից բաղկացած մրցաշարին կմասնակցեն շատ ամենագնացներ։ Միայն Մարզկենտրոնից գրանցված 11 մեքենա կա։ Ցավոք սրտի մեր առաջվա տեղը, որտեղ որ մենք օֆրոդ էինք կազմակերպում, այսօր մեր հսկողության ներքո չի։ Եվ բավականին երկար փնտրտուքներից հետո գտանք այդ վայրը, որտեղ որ շատ հարմար է, նախ եւ առաջ հանդիսատեսի համար, մրցման համար, ունենք ամեն հարմարություն։ Ներուժ ունեցող շատ վարորդներ կան այստեղ, որոնք մեծ հաջողությունների կարող են հասնել։ Վերասարքավորված հայտնի Նիվան մայիսի 3-ի օֆրոուդին կմասնակցի սպորտ դասակարգում։ Այժմ վերանորոգվում է փոխանցման տուփը, տեխնիկական զննում է անցնում, որ լիարժեք պատրաստ լինի մրցաշարին։ Արթուրը մեծ ներդրում է արել, որ ադրենալինի բարձր զգացողություն ունենա եւ սիրած զբաղմունքը հաղթանակի վերածի։ Մեքենան ինքը գործարանային Նիվա է, բայց մենք մեր մտածածին փորձում ենք ավելի շատ հզորացնել, բայց հիմնականում թողնելով գործարանային դետալներ, որպեսզի ինքը մնացած ավտոների հետ մրցի որպես Նիվա, ոչ թե որպես այլ մեքենա։ Հիմնական պրինցիպը է դա, ես Նիվան որպես Նիվա եմ պահում։ Իրա բոլոր մասերը Նիվա է, ուրիշ մեքենայի մաս չկա իրա վրա, բայց հզորացված։ Այս մրցաշարում եթե վախենաս, մասնակցությունն անիմաստ է, շատ ռիսկային է, բայց ստացվում է, անում ենք։ Այնպես որ եթե հետաքրքրված ես օֆրոուդով, գրանցվիր, մասնակցիր եւ հաղթիր։